Ինչու Տեր հեռու մնացիր, անտարբեր եղար նեղության ժամանակ, ամբարշտի հոխորտալուց տոչորվում է աղքատը, թող խափանվեն այն հնարքները, որ խորհեցին նրանք, քանզի գովաբանվում է մեղավորն իր ցանկությունների համար, գովաբանվում է և նա, ով զրկում է, իսկ մեղավորն ինչու բազում դառնությամբ զայրացրեց Աստծուն, թե չի ստանա հատուցում, չկա Աստված նրա աչքերի առջև, մշտապես պիղծ են նրա ճանապարհները, իրավունք ասվածը վերացել է նրա մտքից, նա կտիրի իր բոլոր հակառակորդներին, նա ասում է իր սրտում, թե չի սասանվի, դարեդար կապրի առանց փորձանքի, անեծքով, դառնությամբ և նենգությամբ լի է բերանը նրա, իսկ լեզվի տակ ցավ է ու տառապանք, մեծամեծների հետ դարան է մտնում, որ գաղտնաբար սպանի անմեղին, նրա աչքն աղքատի վրա է, դարանակալում է թաքստոցում ինչպես առյուծն իր որջում, դարանակալում է հափշտակելու աղքատին և ճանկելու նրան կգցի իր որոգայթը, բայց տիրելով տնանքներին նա կխոնարհվի ու կընկնի, նա ասում է իր սրտում, թե Աստված մոռացել է, շրջել է երեսն իր բնավ չտեսնելու համար, ելիր Տեր իմ Աստված, թող բարձրանա քո ձեռքը և մի մոռացիր տնանքներին, իսկ ամբարիշտն ինչու բարկացրեց Աստծուն, ասելով իր սրտում, թե ինքը չի քննվի, Տեր, տեսնում ես դու աղքատին, նայելով նրա ցավին ու սրտմտությանը, նրան քո ձեռքը վերցնելու համար, քեզ է ապավինել աղքատը և դու ես որբի օգնականը, թող խորտակվի մեղավորի և չարագործի բազուկը, թող փնտրվեն նրա մեղքերն ու այլևս չգտնվեն, Տերը թագավոր է հավիտյանս հավիտենից, թող կորչեն հեթանոսները նրա երկրից, տնանքների ցանկությունը լսեցիր Տեր, քո ականջը ուշ դարձրեց նրանց սրտի պատրաստակամությանը, տեսնելով որբի և տնանքի դատաստանը, որպեսզի մարդը չշարունակի իր հոխորտանքը երկրի երեսին։